Ինչքան գիտեք, նոր նախարարության թիմը ձևավորվել է սեպտեմբերից, բայց թմերը գնացող եւ գալացող են, նախարարությունը կայուն ստրուկտուրա է, ընդ որում 2016 թվականին նախարարությունը կանոնավոր ռեժիմով աշխատել է, կատարել է իր ֆունկցիաները եւ ապահովել է երկրի առողջապահական համակարգի անխափան գործունեությունը։ Նկատի ունենալով, որ ձեր հետաքրքրությունը երևի թե ծավալվում է սեպտեմբերից սկսած 3-4 ամիսների մեր գործունեության բնութագրելու ուղղությամբ, ես կփորձեմ ամփոփել այն ինչը, ինչ որ մենք նախատեսել ենք եւ ինչ որ հաջողվել է կատարել անցած 3 ամիսների ընթացքում, անցած սիմվոլիկ 100 օրվա ընթացքում։ Եվ այսպես, թիմը կոչված էր, որպեսզի բարձրացներ արդյունավետությունը բժշկական համակարգի գործունեության եւ թափանցիկությունը եւ հասկանալի լինելը այն մեխանիզմների, որոնք կառավարում են այս ոլորտը։ Ինչպես ասեց փոխնախարարը, մենք ձեռնամուխ եղանք առաջի հերթին ախտորոշմանը, դիագնոստիկային, որի համար ստեղծվել էր, ինչպես երևի թե լսել եք կամ գիտեք, 4 աշխատանքային խումբ եւ անցյալ շաբաթվանից այդ 4 աշխատանքային խմբին ավելացել են եւս 3-ը։ Թվարկեմ դրանք։ Առաջին հերթին մենք ստեղծեցինք ծախսվող միջոցների ֆինանսական արդյունավետությունը զննող եւ նրանց արդյունավետությունը բարձրացնող աշխատանքային խումբ, որը կոչվում է ֆինանսատնտեսական աշխատանքային խումբ։ Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման աշխատանքային խումբ, բժշկական գործելակարգերի աշխատանքային խումբ եւ կառուցվածքային բարեփոխումների աշխատանքային խումբ։ Եթե ֆինանսատնտեսական աշխատանքային խմբի անվանումը խոսում է ինքը իր մասին եւ հասկանալի է, որ մենք նկատի ունենք, որ ծախսվող 56 միլիարդ գումարի դիմաց մենք փորձում ենք ստանանք առավելագույն ծառայություններ, որոնց մասով փոխնախարարը ասաց, որ դրանց ծավալը կավելանա 20-ից 30%-ով գները վերանայման մեխանիզմով։ Ընդ որում պետք է նշել, որ գները վերանայում են ոչ թե մեխանիկորեն դեպի իջեցում եւ առավել եւ ավելի անտրամաբանական են դառնում։ Դա տենց չի, պետք է ասել, որ գները վերանայվում են դեպի շուկայական իրենց չափանիշները։ Էլեկտրոնային համակարգի ներդրման ուղղությամբ գրանցվել են բավական հաջողություններ, հաշվի առնելով, որ դրանք զուտ մասնագիտական են, ես կընթերցեմ դրանք։ Սկսվել է էլեկտրոնային առողջապահական e-health համակարգի ներդրման ծրագիրը։ Հստակեցվել է շահառուների շրջանակը, պատասխանատու անձանց եւ աշխատողների հանձնման ժամկետները։ Համակարգը միացվել է ոստիկանության բնակչության պետական ռեգիստրին։ Ինչ է դա նշանակում, որ այսօր արդեն e-health համակարգում մենք ունենք Հայաստանի բնակիչների բոլոր տվյալները եւ հնարավոր չի լինի մեկ բնակչին տարբեր անվանումների տակ, տարբեր բուժ հաստատություններում նույն ժամկետում բուժել։ Այսինքն, եթե մենք պայմանական 3 միլիոն բնակչություն ենք, մենք ունենք 3 միլիոն պոտենցիալ պացիենտ։ Պոլիկլինիկաները դարձան անվճար առաջնային օղակագնաց մասսայական քարոզարշավ, որ մարդիկ առաջնային օղակից օգտվում են եւ այլն։ Սակայն ականատես ենք լինում, որ շատ հաճախ նույն պոլիկլինիկաներում մեծ հերթեր են գոյանում, չեն կարողանում բնակչությանը սպասարկել եւ դարձյալ չկա այդ վստահությունը, այսինքն մարդիկ երադասում են գումար վճարել, բայց առաջնային օղակից կա վերջերս հետազոտություններ ճամփարաշրջանում շնորհակալություն եւ ձեր խոսքի սկզբում sense ապահովագրություն բառը օգտագործեցիք, հետո ուղեցիք բժշկական ապահովագրությունը իհարկե ինչպես է ներդրել ոստիկանական հնչիները։ Եկեք ես ես հասկացա, որ դուք այդտեղից, բայց բառը ես ոսացի։ Չէ, սկսեմ վերջից, ձեր վերջի հարցից ու գնանք հարցերով հետ։ Առաջին ապահովագրություն։
Բժշկական ապահովագրությունը մի քիչ տարբերվում է առողջապահական համակարգից։ Բժշկական ապահովագրությունը դա ընդամենը գումարների բաշխման մեթոդ է։ Թե ինչպես բաշխել գումարները, դա կորոշվի այն ժամանակ, երբ որ մենք վերջնական որոշենք, ինչ գումար արժե Հայաստանի բնակչության առողջությունը, ինչքան մենք գումար ունենք, ինչքան հավելյալ գումար պետք է հայթայթել, այդ գումարների աղբյուրները եւ ի վերջո կգանք այն հարցին, ոնց ենք բաշխելու այդ գումարները։ Ուզում եմ ասել, գումարների բաշխման հարցը դա դեռ առաջնայետ հարց չի կարելի դիտել, հաշվի առնելով, որ մնացած բոլոր հարցերը դեռ լուծված չեն։ Ես կարծում եմ մենք այդ հարցին կգանք մոտավորապես 2017 թվականի վերջից եւ այդ ժամանակ էլ կսկսենք քննարկումները այդ թվում ձեզ հետ։ Հիմա դեպքեր, երբ որ տարին դեռ չի ավարտվել, բայց արդեն հիվանդանոցներում չկան պետպատվերներ, պատճառաբանելով չունենք եւ շատ հաճախ հիվանդը հայտնվում է անելանելի ու վատ վիճակում, հա, ինքը պետպատվերի շահառու է, բայց պետպատվեր չկա, չի կարողանում օգտվել, դեռ չկա եւ սոցիալ-նախարարությունը, որ ասեցին նպաստառուների համակարգում փոփոխություններ լինելու մեթոդը, այս դեպքում Սոցապը երկրորդ էտապի թողնենք, առաջի հարցին պատասխանեմ։ Եթե թույլ տվեք հավելեմ, հիվանդանոցները պատճառաբանում են, որ իրական Եթե կարող եք պատասխանեք, պատասխանեք։ Այո, Ուշ ծառայությունները ավելի թանկ են, քան պետպատվերը տեղաբաշխումը, չեք կարծում, որ առողջապահության բյուջեն գոնե պիտի ավելանա կամ գուցե ճոխացնում են ծախսերը հիվանդանոցները, որտեղ Բայց դա ուրիշ հարց է։ Չէ, շարունակությունը պետպատվերի հետ կապված, որ ասում են ավարտվել է։ Եթե մենք հաշվի առնենք ձեր ասածը եւ համաձայնվենք ձեզ հետ, պետպատվերը կավարտվի շատ ավելի շուտ։ Համաձայն եմ, որ այսօր որոշ բուժ ծառայությունների գնանշումները անիրատեսական են, բավական ցածր են։ Հենց այդ պատճառով մենք մեծ կարևորություն ենք տալիս ֆինանսական մեր աշխատանքային խմբին, որը կոչված է այդ թվում վերագնահատել բուժծառայությունների արժեքները, այսպես ասած ակտուարական մեթոդներով եւ նոր գնանշումներ տալ, որ ես դրա մասին ասեցի, ի վերջո մենք հասկանանք ինչ գումար արժե Հայաստան երկրի բնակչության առողջության արժեքը։ Ինչքան է դա։ Այսօր մենք ունենք այդ բյուջեում 85 միլիարդ, ինչքան կարող է պետք գալ, մենք շուտով ձեզ կհայտարարենք։ Եվ միասին արդեն կմտածենք չերի քո գումարը որտեղից ենք վերցնում։ Ինչ վերաբերվում է պետպատվերը ավարտվելու։ Այո, այդպիսի երևույթ կա։ Բայց առաջինը մենք արդեն հայտարարել ենք, որ ամեն ինչ անում ենք, որպեսզի գումարների բաշխման թափանցիկությունը ապահովենք եւ շուտով դա կլինի on-line եւ ցանկացած բնակիչ կարող է հետեւել յուրաքանչյուր դրամի, յուրաքանչյուր հիվանդի, յուրաքանչյուր հիվանդանոցին հատկացնող գումարներին եւ վերլուծի դրանց տրամաբանությունը։ Մենք համոզված ենք, որ այդ միջոցով մենք հնարավոր չարաշահումների ցանկությունը նույնիսկ կկանխենք։ Ինչ վերաբերում է զուտ գումարին, այո, դա սահմանափակ է եւ դա գաղտնիք չէ։ Այո, դա կարող է վերջանալ 1 կամ 2 ամիս շուտ, ինչը եւ պատահում է։ Ասեմ ձեզ ամբողջ աշխարհում է այդպես։ Նույն Մեծ Բրիտանիայում պետպատվերով, պետական ապահովագրությունով հիվանդները սպասում են իրենց վիրահատությունների 2, 3 եւ ավել տարիներ։ Մեզ մոտ խոսքը գնում է 2-3 ամսի մասին։ Այստեղ խոսքը երևի թե պետք է գնա բժշկի հմտության մասին, երբ որ բժիշկը պարտավոր է տարանջատել շտաբ բուժօգնությունը եւ ապահովել դրանով քաղաքացուն, եւ այն բուժօգնությունը, որը կարելի է հերթագրել եւ տրամադրել 1, 2, 3 ամիս հետո։ Այսօրվա մեր ֆինանսական պայմանների սահմաններում։ Որը իսկ ինչ պոլիկլինիկան է։ Առաջնային ուղղակի, հա, ստամության եւ թերթեր են գոյանում եւ այլն երադասում են ավելի շատ։ Բայց հարցազրույց չանենք, հա պայմանավորվենք միայն Հերթերի մասով ես անդրադառնամ մեր էլեկտրոնային բուժ համակարգին e-health-ին։
որի ամենածանր եւ չասեմ հիմնական, բայց ամենածանր եւ ամենածավալուն մոդուլը դա բուժ ծառայություններ ստանալու հերթագրումն է։ Ասեմ ձեզ մեր օրինակի եւ մեր փորձի հիման վրա այդ մոդուլի գործածման ամենամեծ դժվարությունը բնակչության սովորելն է իրենց նշանակված ժամին գալը, որտեղ բժշկի ընդունելությունը հաշվարկված է 20-25 րոպե նորմատիվով եւ հիվանդը հրավիրվում է իր այցելությունից 5 րոպե շուտ, նա պարտավոր է գա 5 րոպե շուտ, որտեղ եթե նա ուշանա 5-10 րոպե, բժիշկը իր ժամանակացույցից կշեղվի եւ մնացած բոլոր հիվանդները այդ օրը ստիպված կլինեն սպասելու։ Խոսքը հենց դրա մասին է, որ մենք ամեն ինչ անում ենք, որ ապահովենք բժշկի ճշտապահությունը, բայց չմոռանանք, որ բժիշկը միայնակ չէ, նա վակուումի մեջ չի աշխատում եւ նա աշխատում է բնակչության հետ։ Բերեք պայմանավորվենք մի հարց, եւ հետո ժամանակ կմնա։ Դուք էլի հարց ունեք։ Համեցեք։ Պետպատվերի մասին քանի որ մյուսը ենում էր, դուք այսինքն ծրագրում ներկայացված էր, որ պետպատվերը բաշխվելու է ըստ մամուլի ներդրության, չէ՞։ Այո։ Ես գնացի հանդան, հստակեցնեք մեխանիզմը, ոնց է դա արվելու։ Ըստ էության հիմա էլ է այդպես։ Այսինքն ճիշտ է կվոտավորված է ինչ-որ ամսական գումար է ստանում հիվանդանոցը, բայց էլի ըստ դիմող մարդկանց քանակի է ստանում։ Այո։ Ինչա փոխվելու այդ մեխանիզմի մեջ, հա, այսինքն մարդ ինչ-որ թուղթ ունենալու, սերտիֆիկատ ունենալու, որ ինքը կարող է այդ սերտիֆիկատը, խոսքը պետպատվերի մասին է։ Հաշվի առնելով, որ մեթոդոլոգիական աշխատանքը դեռ ընթացքի մեջ է, ես մոտավորապես կնկարագրեմ սկզբունքը։ Մանրամասները դեռ չեմ կարող ներկայացնել, որտեղ նրանք քննարկման փուլի մեջ են։ Ես կպատմեմ մոտավորապես ինչպես էր մինչև օրս, եթե ես ինչ-որ տեղ ստալվեմ, գործընկերները ինձ կուղեն։ Ինչպես էր այսօր, տարվա սկիզբ մենք հիվանդանոցին ասում ենք, դու ունես 100 միլիոն պետբյուջեից օգտագործելու որպես պետպատվերի գումար։ Ամսական մենք ստանում ենք այդ հիվանդանոցից 9 միլիոնի կատարողական, որը հատուցում ենք։ Ինչպես էինք ստանում հաշիվները, մենք ունեինք 9 միլիոնի հանրագումար եւ այդ հանրագումարը բացող ազգանուններ, պացիենտների ազգանուններ եւ իրանց դեմը գրած դիագնոզներ։ Ոչ մի այլ մեթոդ ստուգելու եղել է այդ հիվանդանոցում, եղել է ինքը այդ ախտորոշումով եւ ստացել է այն օգնությունը, որը նկարագրվել է եւ արժի այդ օգնությունը այդքան ինչքան նկարագրվել է, մենք չունենք։ Ոչ մի առիթ չունենալով չհավատալ մեր հիվանդանոցներին, ասեմ հետևյալը, դա խրեստոմատիկ օրինակ է, երբ որ գերմանացի կինը, տան գլխավոր կինը, սկսում է վարել գրոսբուխ, ծախսերի գիրք, ընտանիքի ծախսը նվազում է 30%-ով։ Դա խրեստոմատիկ օրինակ է, նորություն չէ, մենք կփորձենք սկսել վարել գրոսբուխ, կփորձենք ստուգել մեր ծախսերը, համեմատել հիվանդը գնացել է եւ ամեն ինչ դա կանենք e-health-ի միջոցով։ Առաջինը դա եւ այստեղ իսկ կարելի է ասել, որ գումարը կլինի հասցեագրված, ոչ միայն հասցեագրված ուղղակի տեսական հիվանդության կոնկրետ հիվանդանոցին, այլ կոնկրետ պացիենտի, կոնկրետ գանգատի, կոնկրետ դեղորայքի կամ միջամտության եւ իրանց հանրագումարի առումով։ Մատիտով դա անել հնարավոր չի, դա պետք է անել ուղղակի սոֆտի միջոցով, ինչը եւ աշխատանքի մեջ է։ Ամենքս Լան Արտունյանի դեղերի մասին նորորենքով դեղանյութերի դեղերի մեծած աղբաջարկ, լիցենզիաների փոքր դեղատություններ արդեն դժգոհում են, որ իրենց դեղարի շնորհիվ, այսինքն խոշոր ընկերություններն են կարողանալու մեծած աղբաջարկ իրականացնել լիցենզիաները, արդյոք այստեղ մոնոպոլիայի դաշտը չեք տեսնում։ Ես չեմ կարող Ես հարցը եթե ճիշտ հասկացա, փոքր դեղատները եւ արտադրողները անհանգստացում են, որ մեծածախի առանձին լիցենզիա է պետք։ Ես ուղղակի տրամաբանական կապը չեմ կարող հասկանալ լիցենզիա ստանալու պարտավորվածության եւ մոնոպոլիայի մեջ։ Այսինքն միայն խոշոր ընկերությունները հնարավորություն ունենան այդքան ծախս անել լիցենզիա ունենալու համար։
Պարոն Ալթունյան, դուք Վագաֆարմ ընկերության տնօրենի մեծ հարցազրույցում եմ վարտացել եք, բազմիցս այս խնդիրը բարձրացրել է, մի շարք հարցեր առաջ քաշել, որը պահավի ժամանակ կտան, որ հերթով ասեի։ Նախ մարդը ասում է Ներողություն ընդհատեմ, եկեք չվերածենք նախարարի եւ փոխնախարարների տարեկան եւ 100-օրյա հարցազրույցը Վագաֆարմ տնօրենի հարցազրույցի մեկնաբանությունների հետ։ Ես ձեզ համար անձամբ կկարդամ այդ հարցազրույցը եւ կմեկնաբանեմ, բայց այսօր չէ։ Ինչ վերաբերվում է ձեր հարցին, պարոն Խաչատրյանը, մեծածախ առևտրի լիցենզավորման համար, այո, մենք լիցենզավորման նոր տեսակ ենք մտցրել նոր օրենքով, որովհետև ամբողջ շրջանառությունը դեղերի միայն մեծածախ եւ ներկրման գործառույթներ են դուրս մնացել այդ լիցենզավորման գործառույթից։ Օրենքով նախատեսում է, որ մեծածախ լիցենզավորման մեջ կլինեն նաեւ ենթակետեր եւ այն դեղորայքը, որը որ չի պահանջում հատուկ պայմաններ տեղափոխման կամ պահպանման համար, դրանք ավելի հեշտ ստացվող լիցենզիաներ կլինեն։ Հեսա պատասխանը։ Այսինքն փոքր դեղատուներ այո, նույնիսկ դա կխթանվի, որտեղ դա ցածր գների գրավական է։ Նախարարությունում դա հասկանում են, հավատացած եղեք։ Մայնե Խառատյան, Շերտերեմ, նաև դեղատոմերի տերերը այս օրերին բողոքում են, որ իրենք համատարած ստուգանվում են չգրանցված դեղերի համար, այնինչ ասում են, որ այդ չգրանցված դեղերի պատասխանատուն իրականում իրենք չեն, եթե մեծածախ շուկայում վաճառվում է, ապա պետք է գտնել պատասխանատուին։ Միանգամից պատասխանեմ։ Այսպիսով իրենք կանգնում են փակման վտանգի առաջ։ Միանգամից պատասխանեմ։ 800,000 է, հա, նախատեսվում մեկ դեղի համար, եթե քանի դեղ լինի, իրենք ուղղակի կփակվեն։ Ասեմ ավելին, ես երեք Սերգեյ Արայիչ Խաչատրյանին, փոխնախարարին հանձնարարեցի պատրաստել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով չգրանցված դեղերի վաճառքը կքրեականացվեն։ Առողջապահության նախարարությունը թելադրում է խաղի կանոնները եւ խախտել այդ խաղի կանոնները թույլատրված չէ։ Եթե բավական չէ տուգանքները, հարցը կքրեականացվի։ Բայց դուք չեք ասում, որ դա ճիշտ օղակ չեք տուգանում կամ քրեականացնում, չէ՞ որ մեծածախ բերողը պիտի դուք ներկրողին պիտի տուգանեք, ոչ թե վաճառողին, քանի որ վաճառողը չգիտի, ինքը պատասխանատու չէ այդ դեղի գրանցման համար, եւ դուք տուգանում եք վաճառողին։ Պատասխանեմ։ Քրեական պատասխանատվության է։ Կաշառքի ժամանակ քրեականացում է եւ կաշառք վերցնողի եւ կաշառք տվողի արարքը։ Չի կարող բերողը մեղավոր լինի, վաճառողը մեղավոր չլինի։ Վաճառողը պարտավոր է ստուգի բոլոր փաստաթղթերը օրինականացման եւ ի կատարում վերցնի միայն օրինական ներմուծված դեղորայք։ Շարունակելով այդ այդպիսով կոռուպցիայի հետ կապված համակարգում կա արդյունքում, որ զբաղվում է այդ կոռուպցիոների հարցերով եւ ինչ մեխանիզմներ է նախատեսվում դրանք հաղթահարելու համար եւ ամեն դեպքում աղմկահարույց է լինում ամեն դեպք բավարար է կապված մոտ ամազան, երբ որ բժիշկները համարժեք դեղատական չեն տալիս կամ չեն արձագանքում։ Այս ամբողջ հոգեբանություն պետք է փոխել, պետք է այդպես անել, որ հարգվի յուրաքանչյուր դեպքի եւ ավելորդ հայտարարություններ, այսպես հասարակության մոտ անհանգստություններ Ասեմ այսպես, այն քայլերը, որոնք մենք ձեռնարկում ենք գումարների բաշխման թափանցիկության, e-health-ի ներդրման, հնարավոր միջնորդերի ներգրավման, միջնորդները ասած, ես նկատի ունեմ հնարավոր ստեղծումը բժշկական օմբուդսմենի, ապահովագրական համակարգի զարգացումը, այդ քայլերը ըստ ինձ կանխում են կոռուպցիայի հնարավոր զարգացումը։ Ինչ վերաբերում է կոռուպցիայի հայտնաբերված դեպքերի հետ պայքարի կամ դեպքերի հայտնաբերման հարցով, համակարգում գործում է այդպիսի ինստիտուտներ, բայց այդ համակարգը ոչ թե առողջապահության նախարարությունն է, այլ Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Դեպքերի հետ կապված եւս նոր քայլ է ձեռնարկել առողջապահության նախարարությունը։ Օրերս վերջացրել ենք թարգմանությունը
գերմաներենից բժշկի էթիկայի կանոնների ճիշտ է, մեր բժիշկները տալիս են Հիպոկրատի երդումը, մեր բժիշկները անցնում են բժշկական էթիկայի առարկան, բայց մենք որոշեցինք, որ ճիշտ կլինի այդ ամենը ձևակերպել նախարարի հրամանով եւ պարտադիր դարձնել ի կատարում, ինչը եւ կկատարվի նոր տարվա առաջի երամսյակում։ Օրերս չգիտեմ, sense մի քիչ կարող է բանով դասվի թարսի պես, հա, ինչ դուք պաշտոնավարում եք մահվան դեպքերը մայրական եւ օրերս է Սյունիքում նորացնի եւ մայրական մահ դրանքներ։ Նախկինի պես կարծում եք, որ նախարարությունը այս ոլորտում անելիք չունի, թե այնուամենայնիվ պետք է վերահսկել ծառայությունները եւ ինչ անում է Սյունիքի։ Հասկանալի է, որ այո, իրավապահ մարմինները պիտի զբաղվեն, բայց նախարարությունը գործառույթի թե ոչ։ Կներեք, ամեն դեպքից հետո ինչ հետևություններ անում նախարարությունը եւ որն է լինում հաջորդ քայլը, որպեսզի կահավորեն նման դեպքերը։ Ասեմ ձեզ, իհարկե ամեն դեպքից հետո նախարարությունները իր քայլերը երբ անում էր եւ անում է եւ կշարունակի անել։ Բայց որպեսզի կանխենք դեպքերը, մենք որոշեցինք գնալ մի քիչ այլ ճանապարհով եւ ցավալի Սյունիքի դեպքից հետո, Սյունիքի ցավալի դեպքից հետո հրահանգեցինք եւ դա եւս դուրս է գալիս նախարարի հրամանի տեսքով գլխավոր մասնագետին, երկրի գլխավոր մասնագետին, մանկաբարձ գինեկոլոգին կիսամյակի ընթացքում, 6 ամսվա ընթացքում զրույցներ, տրեյնինգներ եւ ատեստավորումներ ունենալ բոլոր երկրում գործող մանկաբարձ գինեկոլոգների հետ, թվով 900-ից ավել։ 900-ից ավել մասնագետ անցնելու են տեստավորում, անցնելու են հարցազրույցներ նախարարության գլխավոր մասնագետի հետ, որից հետո գլխավոր մասնագետը իր անձնական երաշխիքը կտա իրենց աշխատանքի համար։ Ցավոք սրտի այսօր նախարարությունը չունի լծակներ կանխելու իրենց գործունեությունը, այն մասնագետների, որոնք չանցնեն այդ տեստավորումը, բայց համապատասխան փոփոխությունների փաթեթ եւս նախարարության ներքո մշակվում է, որպեսզի նախարարությունը հնարավորություն ունենա ոչ պատշաճ բժշկական ծառայություն մատուցող բժիշկների գործունեության լիցենզիան կասեցնել։ Անկեղծ ասած դեղերի նկատմամբ իմունիտետի մասին խոսելը ես չեմ անում, որ ինչի հիման վրա եք ասում, խոսքը տեսեք, չէ, այդպիսի բան չկա, եթե օրգանիզմ, եթե պետք է դեղորայքը փոխել, դա արվում է բժշկի նշանակով, համապատասխան հետազոտությունների արդյունքում, եթե անհրաժեշտ է ուժեղ դեղ նշանակել կամ համակցված դեղ նշանակել կամ այլ խմբի դեղ նշանակել, այդ ժամանակ փոխվում է։ Մենք ունենք հիմնական դեղերի ցանկ եւ այդ հիմնական դեղերի ցանկով պոլիկլինիկաները պետական պատվերի շրջանակներում ձեռք են բերում դեղեր բնակության համար։ Այդ դեղերը կարող են լինել 100% զեղչով, կարող են լինել 50 եւ 30% զեղչով։ Ասեմ ձեզ, որ դեղերի ցանկը կազմվում է գլխավոր մասնագետների խորհրդով եւ մենք առիթ չունենք մտածելու, որ մեր գլխավոր մասնագետները թերանում են իրենց աշխատանքին։ Դա է խնդիրը, պարոն նախարար, այսինքն լագիչը տեղեկացված չի, որ այդ դեղը պետպատվերով անվճար պիտի տրվի իրեն, դրա մասին։ Ես ձեզ լսեցի, ընդունված է, դա մեր երևի կայքի խնդիր է, ես հույս ունեմ վերլուծենք մեր կայքը եւ մյուս մեր հանդիպման ժամանակ զեկուցենք ձեզ, որ մեր կայքում մեր մենք կօգտվենք ձեր առաջարկներից, ինչ անել այդ դեպքում։ Մեզանից լավ գիտեն, թե ինչ է իրանց պետք։ Ավելի կառուցողական ներկայացնել 17-ի ծրագրերը, այսինքն հենց աշխատանքի վերադառնալուց հետո հաջորդի քննիչները փոխելուց եւ քաղաքացի քննիչների փոխումներից մասին։ Ինչ փոփոխություններ եք ուզում լինի։
էլեկտրոնային առողջապահական համակարգի 2017-ի որ ամսվանից ներդրվի, այսինքն 17-ին հետապային առումով ինչ ծրագրեր են, որ ձեր առաջիկա տարվա ծրագրում։ Տեսեք, էլեկտրոնային առողջապահության համակարգը հաշվարկված է մինչև 2017 թվականի օգոստոսը ներգրավել բոլոր բժշկական հաստատությունները, թվով 470-490, այսօր արդեն 95%-ը հագեցված է այդ ծրագրով եւ 20,000 բուժաշխատողին տրամադրված են իրենց գաղտնաբառերը եւ դոստուպները։ Օգոստոսին պլանավորված է այդ աշխատանքի ավարտը, հաշվի առնելով, որ 20,000 հոգին երևի հարկ ունենք իրենց կրթելու էլեկտրոնային համակարգից օգտվելով։ Մենք կարծում ենք, որ լիարժեք այդ համակարգը կաշխատի օգոստոս-սեպտեմբերին։ Այդ ժամանակահատվածից սկսած ես կարծում եմ, որ 30%-ով մեր կարողությունները կավելանան գումար բաշխելու։ 30%-ով ավել հաճախորդները կստանան ծառայություններ։ Կարելի է ասել, որ մենք ակնկալում ենք, որ 2017 թվականին պետպատվերը չի վերջանա օգոստոսին կամ սեպտեմբերին, եւ մեր քաղաքացիներից ոչ մեկ չի լսի, որ պետպատվերը վերջացել է, եկեք մյուս տարի։ Այդքանը մենք կապահովենք։ Ինչ կլինի կստացվի ավել, դուք ընթացքում մեր պարբերական ասուլիսների ժամանակ կիմանաք։